Էջմիածնում միանգամից 4 ծրագիր է իրականացվում, քաղաքի մի շարք թաղամասերում մաշված գոյատարերը փոխարինվում են նորերով, նաև մասնակի արդիականացվում են ջրատար խողովակները, որոնց մաշվածության պատճառով ջուրը ահռելի կորուստներ էր ունենում։ Տուժում էին հատկապես բազմաբնակարանների վերևի հարկերում ապրողները, որոնք ինքնահոս ջուր կարելի ասել չէին ունենում։ Նոր ջրակցից հետո պատկերը փոխվել է։ Հիմա 5-րդ տարը նույնիսկ էլ մատորները չեն միացնում նկուղներից։ Մյուսը Չարենց թաղամասից մինչև Արտիմետ գյուղի սկզբնամաս փոխվել է 50 տարվա վաղեմության գոյատարը։ Ամբողջությամբ քայքայված ցանցը դադարել էր անխափան գործել նախատեսվածից ավելի ծանրաբեռնվածության պատճառով։ Խողովակները, որ բնակիչների աճին զուգահեռ պետք է ընդլայնվեին, մնացել էին նախկին տրամաչափով ու ժամանակ առ ժամանակ զգացնել էին տալիս։ Արտահոսող կոյաջրից մարդիկ աչք չէին բացում։ Լցվում է պատվալները, զանգում են, գալիս են, քաշում են։ Առաջի հերթին մեծ հիվանդություններից ամառվա սեզոնին ենք բրծնում եւ պատվալները չի լցում էլ կոյողաջուրը եւ հանգիստ կարան արդեն իրենց բնակարաններում օգտագործեն կոյողին ոչ թե ամենաշաբաթ ամիսը 2-3 անգամ կանչեն մեքենան մաքրել։ Հիմնանորոգման ծրագիրն իրականացնում է ճանապարհային դեպարտամենտը պետական ֆինանսավորմամբ։ Նախատեսվում է նաև երկշերտ ասֆալտապատում, ջրահեռացման համակարգի կառուցում, մայթերի եզրաքարերի փոխարինում, ճանապարհային նշանների տեղադրում եւ գծանշում։ Այս պահին կոյուղագծի հիմնական գծի աշխատանքները փոխարինան կատարվել են, առաջիկա օրերին կսկսվեն տնային միացումները, որից հետո կամ զուգահեռ կսկսվի ասֆալտբետոնի կամ մայթերի կառուցման աշխատանքները։ Որպեսզի ասֆալտապատումից հետո ջրագիծ կամ կոյուղի փոխելու անհրաժեշտություն չառաջանա, նորոգման աշխատանքները պետք է անել մինչև ասֆալտապատումը, ասաց համայնքի ղեկավարը։ Եթե նախկինում վթարը վերացնելու համար ստիպված են եղել նոր փռած ասֆալտը քանդել, հիմա ասֆալտ չեն անի, մինչև ստորգետնյա հարցերը չկարգավորեն։ Վիոլա ջուր ընկերության մեր գործընկերների հետ խորհրդակցելով հասկացել ենք, որ Էջմիածին քաղաքի կոյուղին բավական հնամաշ է եւ ծանր տեխնիկայի աշխատելու դեպքում դրանք բարբերաբար խնդիրներ են ունենում, հետեւաբար որոշում է կայացվել ասֆալտ-բետոնե ծածկի հիմնանորոգման աշխատանքներից առաջ անպայման փոխարինել տվյալ հատվածի կոյուղագծերը։ Այս տարի ամբողջությամբ կփոխվեն նաև Վազգեն Սարգսյան Թումանյան փողոցների կոյատարերը մինչև Սուրբ Հռիփսիմե եկեղեցի։ Սուբվենցիոն ծրագրի նախագիծն արդեն պատրաստ է, ներկայացվել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն հաստատման։ Ծրագրով նախատեսված է նաև հիմնանորոգել տվյալ փողոցները։ Ես կարծում եմ, որ սրանք մասշտաբային ծրագրեր են, որ իրականացվում են Էջմիածին քաղաքում, այս տվյալ ժամանակահատվածի համար երբևիցե նախորդիվ նման մասշտաբային ծրագիր չի իրականացվել, բայց զուգահեռ մենք այս պահին նաև իրականացնում ենք նոր սուբվենցիոն ծրագրերի փաթեթների մշակում, նախագծերի ձեռքբերման փուլում են գտնվում, կան նախագծեր, որ արդեն իսկ ձեռք են բերվել։ Բազմաբնակարանների նկուղները գրեթե միշտ թաց են կամ խոնավ արտահոսող ջրի պատճառով։ Մեխակյանի խոսքով վնասված խողովակները կամ իրենք են փոխարինում, կամ անհրաժեշտ միջոցներ ու տեխնիկա են տրամադրում համատիրությանը խնդիրը լուծելու համար։ Հայկուշ Ասլանյան, Հայկ Պետրոսյան, Լուրեր։